Դպրոցը ղեկավարելու աթոռը չի գրավում մանկավարժներին, թափուր են ուսումնական հաստատությունների տնօրենների հաստիքները, կաբինետ հասնելը դժվար է, երկար։ Պաշտոնական տվյալներով մեր երկրի 200-ից ավելի դպրոցներ այս պահին տնօրեն չունեն, կրթական գերատեսչությունից հայտնում են, որ բազմաթիվ շրջաններում ոչ միայն չկան հավակնորդներ, այլև ընդհանրապես չկա որևէ մեկը, ում կհետաքրքրի այս աշխատանքը, ընդ որում թափուր հաստիքները եւ մայրաքաղաքի եւ մարզային դպրոցներում են, մինչեւ իսկ ամենահեռավոր։ Համակարգային ճգնաժամի մասին կարող է վկայել սա, որովհետև 200-ից ավել դպրոց հաստատի չունի տնօրեն, դա նշանակում է, որ ինքնին ճգնաժամ է առաջացրել, դպրոցի տնօրենի ընտրությունը 5 տարի մեկ է տեղի ունենում, իսկ այն դպրոցները, որոնք անցել են նոր համակարգով տնօրեն ընտրում, եթե հաշվի առնենք տեսակարգաշորը, այո։ Մանկավարժ Վանո Կարապետյանին հարցնում ենք, օրինակ անձամբ հայտ կներկայացնեք դպրոցի կառավարման ղեկը ձեր ձեռքն առնելու համար։ Ուսուցչի պատասխանը բացասական է, ասում է, եթե անգամ բավարար էր տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները, հիմա ուսումնական հաստատություն կառավարելու համար չէր դիմի։ Խնդիրները բազմազան են, տնօրենի ընտրության կարգը բարդացել է։ Ավելացել է նաև պատասխանատվության բեռը, որ պետությունն ուզում է դնել միայն մեկ պաշտոնյայի ուսերին, շարունակում է մասնագետը։ Կրթարկի կարգը գտնում էր վերափոխումների տակ ու կարծում եմ դրա տակ մտնելը այդքան էլ ճիշտ որոշում չէ։ Մեր երկրում դպրոցի տնօրեն դառնալու համար հիմա նախ անհրաժեշտ է գրել զարգացման, ասել է թե նախընտրական ծրագիր, որը հենց այդ ուսումնական հաստատության համար անհրաժեշտ է համարում հայտ ներկայացնող թեկնածուն։ Ուրեմն մարդիկ դիմում են իրենց զարգացման ծրագրերով, որպեսզի մասնագիտական հանձնաժողովը ասի այո կամ ոչ։ Եվ պարզվում է, որ առավելագույնը էլի վերջի 3 տարվա ընթացքում 13%-ն է, որ կարողացել է հաղթահարել այս փուլը։ Եվ սա է պատճառը, որ փաստորեն բազմաթիվ դպրոցներ, հարյուրավոր կարելի է ասել, այս պահի դրությամբ տնօրեն չունի։ Վատ բան չի արձազրույցը զարգացման ծրագիր եւ այլն։ Դե խնդիրը նա է, թե ովքեր են այդ զարգացման ծրագիրը նայում։ Հանձնաժողովը այնպիսի մարդիկ են նստած հանձնաժողովում, որոնք ընդհանրապես տեղյակ չեն տվյալ դպրոցից, դպրոցը ինչ կրթական կարիքներ ունի, ինչպիսի շենքային հետատեխնիկական բազա ունի։ Կազմի մասին էական տեղեկություններ ոչ ինտերնետում, ոչ հրապարակային որևէ աղբյուրում ըստ էության դու չես գտնի։ Ինչպես նաև այդ հանձնաժողովների արձանագրությունները չես կարողանում գտնել։ Պարզաբանումների համար դիմեցինք նաև կրթական գերատեսչությանը, սակայն կարճ արձագանք ստացանք, չեն մեկնաբանում։ Իսկ նախորդ տարի, ի դեպ, երբ Սուրանկյունը դարձյալ անդրադարձել էր թեմային, մեծ այդ զրույցում նախարարության հանրակրթության վարչության պետն ասել էր, թե թեկնածուն դիմում է, ուրեմն պետք է պատրաստ լինի այս աշխատանքին։ Երբ մարդը պատրաստվում է ղեկավարել որևէ, չգիտեմ, հաստատություն, այդ իր նախաձեռնությունն է ու հետևաբար իր կառավարման հմտությունների ուղղությամբ աշխատանքը ենթադրում է, որ մարդը ինքնուրույն պետք է անի։ Գերատեսչության պաշտոնյան այս մասին հայտարարեց ի պատասխան մասնագետների այն դժգոհության, որ փաստացի համապատասխան գիտելիքը մանկավարժին որևէ մեկը չի տալիս, հենց օրինակ զարգացման ծրագիր գրելու, բայց պահանջը կա։ Ի դեպ, այդ շրջանում բազմաթիվ թեկնածուներ նաև ծրագիր գրելու ծառայություններից էին օգտվել, օգնություն հայցել նաև արհեստական բանականությունից։ Ուսումնական հաստատությունների կառավարման համար կրթության նախարարությունն այս տարեսկզբից նաև մեկ այլ կարգ սահմանեց, ըստ փորձագետների, որ նաև կարողանան մեղմել տնօրենների բացակայության խնդիրը։ Այսպես, եթե դպրոցում 3 մրցույթով ղեկավար չի ընտրվել կամ գործողն աշխատանքից ազատվել է, ցածր կատարողականի համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմնավորմամբ եւ սրանից հետո 2 անգամ թափուր հաստիքը չի համալրվել, գերատեսչությունը կարող է դպրոց տնօրեն գործուղել, պարզ ասած Երևանաբնակ մանկավարժին տանել, օրինակ Կիրանցի դպրոցը կառավարելու։ Դա ինքնին խնդրահարույց է տարբեր ասպեկտներով, դպրոցը ոչ միայն կրթական հաստատություն է, նաև սոցիալական հաստատություն է համարվում, սոցիալական բաղադրիչներ իր մեջ ներառում դպրոցը եւ շատ դեպքերում, եթե այսինքն նախարարությունը պետք է պատրաստ լինի կոնֆլիկտների հաղթահարման, որովհետեւ դրսից տնօրենի նշանակումը շատ դեպքերում կարող է կառավարական անձնակազմի եւ նշանակված գործված տնօրենի միջեւ խնդիրներ առաջացնի, սկսած մարդկային փոխհարաբերությունից վերջացրած
աշխատանքային հարաբերությունները։ Իսկ նման օրինակները քիչ չեն, բայց մինչև տնօրեն գործուղելուն հասնելը դպրոցներում նշանակվում են ժամանակավոր պաշտոնակատարներ կամ պարտականությունները կատարողներ։ Դեպքերի մեծ մասում նշանակվում են հենց ուսումնական գծով տնօրենի տեղակալները, շատ հազվադեպ կարող են լինել իրավիճակներ, որ տվյալ դպրոցից որևէ մեկը ցանկություն չի հայտնում կամ հրաժարվում են այդ պարտականությունները ստանձնել։ Աշխատավարձ չի ստանում, այսինքն տնօրենի պարտականությունների կատարողը, իրենք էս նշանակում են պարտականությունների կատարող, որպեսզի չվճարեն։ Իսկ այն անձը, որը կատարում է տնօրենի պարտականությունները, շատ դեպքերում ստիպված է կատարում, ծանրաբեռնված գրաֆիկով է այդ աշխատանքը կատարում, ու աշխատանքի օգտակար գործողության գործակիցը տեղ դժվում է։ Ինչ հետևանքների է բերում։ Պարզ է, որ նա իրենը չի համարում դպրոցը, որովհետև ժամանակավոր է, չնայած 2-3 տարի կարող է լինել այդ պաշտոնում, եւ դպրոցը սպասողական վիճակում է, թե ով է դառնալու տնօրեն, որպեսզի համապատասխան ձևով բուրգը կառուցվի տնօրենի ներքո։ Ըստ փորձագետի սա ազդում է նաև կրթության որակի վրա, հետազոտություններն են հաստատում։ Այն դպրոցները, որտեղ տնօրեններ չկան, կամ ժամանակավոր պաշտոնակատարներ են, կամ ուղղակի թափուր տեղեր են։ Այդ դպրոցների ցուցանիշները էապես զիջում են մյուս դպրոցներին, որտեղ մշտապես եղել է տնօրեն եւ տնօրենը չի փոխարինվել ժամանակ առ ժամանակ։ Երեխաների հաջողություններով, բու ընդունվելու ցուցանիշներով այն դպրոցները, որոնք տնօրեններ ունեն, ավելի առաջնային դիրքերում են գտնվում։ Այն դպրոցները, որոնք տնօրեններ չունեն, երեխաների հաճախելիությունը շատ ցածր է։ Առաջիկայում մեր երկրում խորհրդարանական ընտրություններ են դպրոցների գործող տնօրենների եւ այս պաշտոնին հասնելու հնարավոր տեխնացուների հետ կապված, լինի ժամանակավոր պաշտոնակատար թե գործուղվող ղեկավար, փորձագետները դարձյալ մտահոգություններ ունեն, ասում են քաղաքական խաղերի մեջ մանկավարժներին ներքաշելն անթույլատրելի է, իսկ դրա պակասն ընդամենը մեկ շաբաթ մեկնարկած քարոզարշավում կարծես այնքան էլ չի զգացվում։ Մասնագետները ֆիքսել են վարչական ռեսուրսն իր գործն անում է։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանգյուն։